Ողջույն, Հանրայինի եթերում եղիր առողջ բժշկական նախագիծն է, ես բժիշկ Վահե Տերմինասյանն եմ եւ բնականաբար մենք զրուցում ենք առողջության մասին։ Այսօրվա մեր թեման, գլխավոր թեման, ինչի մասին ենք խոսելու։ Խոսելու ենք հոդերից, խոսելու ենք հոդային հիվանդություններից, իսկ հոդերը փորձեք հիշել քանի հոդ ունեք, տարբեր հատվածներում մարմնի, փորձենք հիշենք ինչ է կատարվում տարիքի հետ մեր հոդերի հետ։ Ինչպես կանխարգելել հոդացավը, ինչպես հասկանալ, որ ունենք խնդիրներ եւ ամենակարևորը ինչպես բուժել։ Խոսելու ենք այսօրվա հաղորդման ընթացքում, սկսում ենք տեսանյութից, հետո հրավիրում ենք մասնագետին, որը ամեն ինչ գիտի ձեր հոդերի մասին։ Գնացինք։ Անվասայլակ, դեֆորմացված ձեռքեր եւ չդադարող սուր ցավեր։ Այս ամենը որևէ կերպ չարտացոլվեց Ռենուարի գործերում, թեպետ կյանքի վերջին 20 տարիները ֆրանսիացի գեղանկարիչը տառապում էր ծանր ռևմատոիդ արթրիտից։ Ձեռքում մի կերպ պահելով վրձինը նա շարունակեց ստեղծել իմպրեսիոնիստական գլուխգործոցներ։ Ռևմատիզմը արթրիտի տեսակներից մեկն է, որն ուղեկցվում է հոդերի բորբոքումով։ Ռենուարի մոտ արթրիտը սկսվել էր հեծանվային զբոսանքի ժամանակ ստացած ձեռքի լուրջ վնասվածքից։ Այսօր էլ կոտրվածքները արթրիտի առաջացման պատճառներից են։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտություններով աշխարհի բնակչության ծերացման եւ տրավմաների թվի ավելացման հետ արթրիտի դեպքերը գնալով կավելանան։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2023 թվականի տվյալներով մոլորակի ամեն 10-րդ բնակիչ արթրիտ ունի, ընդ որում հիվանդների 70%-ը կանայք են, 55%-ը 55 տարեկանից բարձր մարդիկ։ Որպես արթրիտի առաջացման պատճառ առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առանձնացնում է նաև ծխախոտի չարաշահումը, ճարպակալումը, ինչպես նաև վատ էկոլոգիան։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ռևմատոիդ արթրիտը տարածված է զարգացած երկրներում, ինչը բացատրվում է ժողովրդագրական առանձնահատկություններով։ Օրինակ, առավել բարձր միջին տարիքի շեմով, էկզոգեն տոքսիկ նյութերի ազդեցությամբ։ Տարիներ առաջ գիտականորեն ապացուցվեց կապը օդի աղտոտվածության եւ հոդային հիվանդությունների միջև։ Իտալիայի Վերոնա համալսարանի գիտնականների հետազոտություններ տպագրվել The Guardian-ում։ Գիտական խումբը փորձել էր հասկանալ, թե ինչպես են տրանսպորտային միջոցների ու էլեկտրակայանների արտանետած թունավոր նյութերն ազդում հոդերի առողջության վրա, այդպիսով բարձրացնելով նաև կոտրվածքների առաջացման ռիսկը։ 2016-ից 2020 թվականների ընթացքում դիտարկելով 81363 կնոջ եւ տղամարդու բնակավայրն ու կենսակերպը, նրանք պարզել էին, որ օդի աղտոտվածությունը երկարատև ազդեցության դեպքում բարձրացնում է ռևմատոիդ արթրիտի առաջացման ռիսկը 40%-ով։ Եվ այսպես հարգելի հեռուստատողներ, մեր այսօրվա առաջին հյուրը ռևմատոլոգ Վալենտինա Վարդանյանն է, դիմավորենք։ Ողջույն բժշկուհի։ Ողջույն։ Մենք խոստացել ենք, որ այսօր պատմելու ենք ամեն ինչ հոդերի մասին, հոդացավի մասին եւ իհարկե արթրիտները փորձենք հասկանալ ինչպիսին են լինում, բնորոշ են բոլորին, թե ոչ, տարիքի հետ եւ ի սկզբանե ուզում եմ, որպեսզի մեր հանդիսատեսը քվեարկի, արդյոք տարիքի հետ նորմալ է, որ մարդու մոտ պետք է լինեն հոդացավեր։ Այսինքն բոլորի մոտ վաղ թե ուշ հոդացավեր լինելու են, թե ոչ։ Եթե կարծում եք այո, ապա քվեարկում եք այո, եթե կարծում եք որ ոչ, կարելի է ապրել 120-130 տարի եւ չունենալ հոդացավեր, քվեարկում եք ոչ։ Սկսենք նախ հոդերի քանակից։ Հիմա օրինակ խորհուրդ կտամ մեր հեռուստատողին մոտավոր փորձել հաշվել, քանի հոդ ունեք դուք օրգանիզմում։ Հոդեր ծալվող այն հատվածները, որ ունեք, հաշվեք մոտավորապես թիվ մտովի։ Հոդերի քանակը հաշվելը մի քիչ դժվար է։ Ինչու՞։ Որտեվ ինչ է իրենից ներկայացնում հոդը դա ոսկրերի միացումն է։ Եվ մենք ունենք ծայրամասային հոդեր, որոնք որ շարժում են, դրանք 44 հատ են։ Բայց եթե մենք դրա հետ միասին հաշվենք ողնաշարի հոդերը, գանգի կարանները եւ այլն, շատ ավելի շատ կստացվի։ Իրականում մենք ունենք 200-ից ավել հոդեր։ Պատկերացրեք, որ 200-ից ավել հոդեր, դրանք բոլորը աշխատում են, բոլորը ունեն իրենց ֆունկցիան ու ցավոք սրտի երբեմն նաև ունենում ենք խնդիրներ։ Հիմա եկեք փորձենք հասկանալ ինչպիսի խնդիրներ կարող ենք, ամենատարածված խնդիրները։ Խնդիրը այն է, որ հոդային հիվանդությունները բաժանվում են երկու խմբի, դրանք բորբոքային հիվանդություններ են, որոնք որ կապված են իմունային համակարգի ոչ ճիշտ աշխատանքի հետ, այսինքն դրանք
աուտոիմուն հիվանդություններն են, աուտոբորբոքայիններն, դրանք առավել հաճախ երիտասարդների մոտ են հանդիպում, որտեղ երիտասարդների մոտ այդ իմունային համակարգի աշխատանքի շեղումը շատ ավելի հաճախ հավանական է։ Եվ դրանք շատ են այդ հիվանդությունները, բորբոքային արտրիտները, եւ կա մեկ հիվանդություն, որը որ առավել հաճախ է հանդիպում, մեծահասակների շրջանում է հանդիպում, դա օստեոարտրիտն է կամ այն ինչ մենք կոչում ենք արտրոզ, այդ չունենալ արտրոզ անհնար է, երբ որ մենք մեծանում։ Վերջը հուշեցիք։ Որովհետև աճառը ուզենք թե չուզենք այնպես մաշվելու է, այնպես ինչպես սպիտակում է մազը, կնճռոտվում է մաշկը, աճառը մաշվում է, վնասվում է եւ եթե մենք ռենտգեն նկար կատարենք, օրինակ վերցնենք 3 խմբի պացիենտներ, մեկը լինի 14 տարեկան, մյուսը լինի 45 տարեկան, այն մյուսը 70 տարեկան, պատկերը լինելու է տարբեր, նույնիսկ եթե իրենք ցավեր չունեն։ Ուրիշ հարց սիմպտոմատիկ կլինի թե ոչ, որովհետև հնարավոր է այո, մինչև կյանքի վերջ ապրել եւ ոչինչը չցավա երբևէ, բայց դիագնոստիկ տեսակետից ռենտգենաբանորեն մենք հնարավոր միևնույն է տեսնելու ենք, որ խնդիր կա։ Հիմա եկեք գանք առաջին տարբերակին, տարբերակ երբ որ բուժառուն երիտասարդ է, երբ նրա իմունային համակարգում տեղի ունեցել ինչ որ մի սխալ, որի հետևանքով սեփական բջիջները ընկալվում են որպես թշնամի եւ մեր իմունային համակարգը հարձակվում է մեր հոդերի վրա, կոպիտ ասենք, ու սկսում է բորբոքել։ Ինչու է այդպես տեղի ունենում, ինչ վատ բան են կարել։ Նույնիսկ շատ բժիշկներ շատ խորությամբ չեն կարողանում այդ խնդիրը հասկանալ ինչ է լինում, ընդհանրապես իմունոլոգիան շատ խորը եւ մութ անտառ է, բայց մենք կարողանում ենք 21-րդ դարի հատկապես գիտության մոծավորապես ինչ է տեղի ունենում, այստեղ կան երկու խումբ պատճառներ, առաջինը գենետիկ պատճառներ են, երբ որ մարդու իմունային համակարգը ինչ պատճառով ինչ որ արտաքին միջավայրի գործոնների ազդեցության տակ դադարում է ճանաչել սեփականը։ Ինչ որ պահի սխալ գնաց։ Ինչ որ մի պահին սխալ գնաց։ Դա ընդ որում պարտադիր չէ, որ պիտի անպայման հանդիպի այդ արտաքին միջավայրի գործոնը։ Որն է այդ գործոնը, մենք բոլորը չգիտենք։ Գիտենք, որ որոշ վիրուսներն են ստրեսը, վնասակար նյութերը, ծխելը, իսկ ինչու հենց հոդերը, սա շատ կարևոր է, իսկ ինչու հոդերը, ինչու ոչ։ Իհարկե, սրանք բազմա սիմպտոմ հիվանդություններ են, բայց հոդերի մեջ կա թաղանթ, որը կոչվում է սինովիալ թաղանթ։ Այդ թաղանթում կան իմունային բջիջներ։ Իրենք այսպես կոչված իմունային համակարգի տեղային օջախ է։ Եվ երբ որ ամեն ինչը խանգարվում է, առաջինը հենց արձագանքում են այդ բջիջները եւ սկսվում է բորբոքում եւ սա մեկ հիվանդություն չէ, սա տարբեր հիվանդություններ են։ Սովորաբար որ հոդերն են։ Տեսեք, նայած հիվանդություն, այստեղ կարող ենք բաժանել պերիֆերիկ հոդերի, ծայրամասային հոդերի ախտահարմամբ ընթացող հիվանդությունները, դա իհարկե ռևմատոիդ արտրիտն է, դա պսորիատիկ արտրիտի ծայրամասային տարբերակներն են, դա պոդագրան է հոդատապը։ Այսինքն վերջույթներն են վերջույթներն են ախտահարվում եւ իհարկե մենք ունենք մի մեծ խումբ հիվանդությունների, որտեղ բորբոքումը ծագում է ողնաշարից, սա մի խումբ է հիվանդությունների, առաջ մտածում էին մեկ հիվանդություն է, անունն էլ դնում էին Բեղջերևի հիվանդություն։ Որ տարիքն է բնորոշ։ Մոտավորապես։ Նայած հիվանդություն, այսպես ասեմ, միջինում եւ մինչեւ 40 տարեկանն է, մինչեւ 40 երիտասարդ տարիքում է լինում, մենք ունենք նույնիսկ մի մեծ խումբ հիվանդությունների, սրանք կոչվում են մանկական արտրիտներ, կոչվում է մանկական յուվենիլ կամ պատանեկան իդիոպաթիկ արտրիտ։ Ինչ որ ռիսկի խմբեր, չգիտեմ, կանայք տղամարդիկ, եթե բաժանենք։ Այո, ռիսկի խմբեր կան։ Առաջինը մենք գենետիկ, հա, մենք ասում ենք այնպես չէ, որ անպայման ռևմատոիդ արտրիտով մայրը պիտի փոխանցի, բայց այնուամենայնիվ մենք հարցնում ենք, եթե ընտանիքում կա նման բան, ուրեմն բնականաբար սա ռիսկային է։ Կան հիվանդություններ, որոնք որ հստակ գենետիկ նախատրամադրվածություն են տալի, դա նույն սպոնդիլոարտրիտն է, այ եթե հայրը ունի HLA-B27 կրելիությամբ սպոնդիլոարտրիտ, այդ գենետիկ մարկերը ու երեխայի մոտ, տղայի մոտ հատկապես, սա տղաների մոտ է շատ հանդիպում, տղայի մոտ նմանատիպ գանգատներ ենք, առաջի քայլը մենք էլ իրեն էլ ենք ստուգում։ Ուղարկում ենք անալիզ։ Ուղարկում ենք ու փորձում ենք հասկանալ սա կրելիություն է, հիվանդ է, թե ինչ է։ 35-40 տարեկան առողջ տղամարդը ամեն օր գնում է աշխատանքի, գալիս է սպորտով է զբաղվում, չի խմում, չի ծխում, ու հանկարծ ինչ է նկատում։ Նկատում է սպոնդիլոարտրիտի ժամանակ մեջքի ցավեր, ողնաշարի ցավեր։ Տիպիկ։
բոլորի ողնաշարը կարող է ցավել, ինչու, որովհետև մարդ արարածը իր ամբողջ գոյության ժամանակ իր երկու վերջույթի վրա քայլելու համար պատասխան է տալիս, բայց եթե հանկարծ անհատը նկատում է, որ ցավը մեխանիկական չէ, այսինքն այնպես չէ, որ ես մի բան ծանր վերցրի ու ցավեց, ցավը զարգանում է աստիճանաբար, առավել արտահայտված է հանգստի վիճակում, այսինքն պարկած վիճակում, գիշերը, կարկամող բնույթի ցավը եւ շարժումները լավացնում են վիճակը։ Այսինքն արթնացա, չեմ կարողանում շարժվել, սահմանափակ են ցավերեն, սկսեցի քայլել, շարժվել, ցավերը կամաց անցան։ Այո, կամաց անցան եւ օրվա երկրորդ կեսին իրեն ավելի լավ է զգում, քան օրվա առաջի կեսին։ Էլի գնացի քնելու, արթնացա, ցավերը կան։ Եթե նման ցավերը տևում են 3 ամիս եւ ավելի, պարտավոր է պացիենտը ուղղորդվել ռևմատոլոգի մոտ, որովհետեւ մեծ հավանականությամբ սպոնդիլոարտրիտի հետ գործ ունենք։ Եվս մի գանգատ, որը բաց է թողնվում այս պաթոլոգիայի ժամանակ, դա այսպես կոչված ջլերի կապանների կպման տեղերի բորբոքումներն են, որը կապված են ոտնաթաթի հետ։ Ոտնաթաթի ցավ, կրունկի ցավ, ոտքի հետևի մակերեսում ունենք աքիլեսյան ջիլ, այդ աքիլեսյան ջլի բորբոքում ցավ այստեղ է գտնվում, հա, այդ ջիլը, ինչ է տեղի ունենում, մենք գիտենք, որ ունենք կրունկոսկրը, որ ունի երկու բևեռ, երկու պոլուս, այստեղ կպնում է պլանտար ֆասցիան, ներբանային այդպիսի մեծ ջիլ է լայն, եւ այստեղից էլ կպնում է այստեղ աքիլեսյան ջիլը, եւ բավականին հաճախ այս հիվանդության ժամանակ բորբոքվում է կամ սա Եվ թվում է, թե պացիենտը, եթե ճիշտ կերպ ուղղորդվի ռևմատոլոգի մոտ, ռևմատոլոգը հաջորդը ինչ է ասելու, պետք է գնաք ողնաշար MRT անեք, իրենք շատ զարմանում են, ասում են, ոտքս ա ցավում, ինչ ողնաշար, բայց մենք գիտենք, որ երիտասարդ առավել եւս, եթե տղամարդ է, մինչեւ 45 տարեկան նման ախտանիշ, ապա պետք է մտածել դրա մասին, հատկապես եթե ունենք բորբոքման բարձր ցուցանիշներ։ Հետ գանք տարիքով հիվանդներին, հոդային խնդիրներին, որ հոդը ձեզ տարիքային ավելի։ Խնդրում եմ ծունկը։ Եվ այս ոտնաթաթը Այս ոտնաթաթը խելոք չի մնում։ Եվ եթե կայլ է այդ ողնաշարը, որտեղ այնտեղ կան կոնքաստրային հոդերը եւ վստահաբար բոլոր ողնաշարային խնդիրները, ճողվածքներ, այդ օստեոխոնդրոզ ասվածը, չգիտեմ, դրանք բոլորը կապված են նորից նույն խնդրի հետ, որովհետեւ ախտահարվում են աճառները։ Պարզապես, քանի որ սա բավականին հաճախ ուղեկցվում է, այստեղ մենք տեսնում ենք նյարդարմատները, որոնք որ դուրս են գալի, ուղեկցվում են նյարդարմատների սեղմամբ, ապա ռևմատոլոգները սրանով չեն զբաղվում։ Այս ողնաշարի օստեոարտրիտը մենք հանձնում ենք նյարդաբանների։ 3 տեղակայում ունենք, որը ամենահաճախն է ախտահարվում օստեոարտրիտի կամ արտրոզի շրջանակներում։ Կոնքաստրային հոդ, ծնկան հոդ եւ դաստակների ոտնաթաթերի մանր հոդեր։ Ինչ է տեղի ունենում։ Մենք այսպես նայում ենք, այստեղ տեսնում ենք մենիսկները եւ տակը ուրեմն աճառային շերտն է, այսպես պատում, եւ մենք գիտենք, որ աճառը հարթ է, փայլուն է, հա, եւ անոցները սնուցում չունի եւ դրա համար մենք ունենք թաղանթ, սինովիալ թաղանթ, որը մի քիչ հեղուկ է արտադրում, որպեսզի խոնավ պահի աճառը, որպեսզի սահեն շարժումները։ Ինչ է տեղի ունենում տարիքի հետ, ուրեմն այդ հեղուկի քանակը քչանում է, աճառը դառնում է ավելի չոր, աճառը դառնում է անհարթ, խոցոտվում է, փոքրիկ իրակտորները կարող են ընկնել հոդաճեղ, թաղանթը գրգռվում է եւ առաջանում է սուբկլինիկական փոքրիկ բորբոքում, որը որ էլա արատավոր օղակի նման շարունակում է աճառը քայքայել։ Որպես արդյունք մենք կունենանք ուրեմն հոդաճեղքի նեղացում, աճառը լրիվությամբ է քայքայվում, ոսկրերը սկսում են իրար հետ ավելի սերտ շփվել, հպվել, երբեմն մենիսկներն են ախտահարվում, տեղից դուրս գալիս, հա, ինչը բերում է ցավի, շարժումների սահմանափակման, դեֆորմացիայի, քայլելու անհնարինության։ Ինչ անենք։ Արդեն բոլորին այնքան վախացրեցիք։ Ստարսափ ֆիլմի սցենար էր։ Ամենակարևորը, ինչ պետք է անել, որպեսզի պահպանել հոդերը ստորին վերջույթների, դա քաշ չհավաքել, որովհետև քաշի ավելացումը ամենամեծ ռիսկի գործոնն է ծնկալ հոդերի համար, դուք այդ ռիսկի գործոնը փառք Աստծո չունեք։ Ավելի դժվար է բացատրել դաստակի ախտահարումը, որովհետև այստեղ մենք ունենում ենք բոլորս հանձնարարություն գնում ենք մայրիկների, տատիկների ձեռքերին ենք նայում եւ անպայման ամեն երկրորդը կունենա հոդերի շրջանում
դեֆորմացիա եւ կունենան այսպես հանգույցիկներ, դաստակի քառակուսիացում եւ հանգույցիկներ, ուրեմն ծայրամասային եւ մերձադիր հոդերի շրջանում, ժողովուրդը սրան ինչի ասում է աղերի կուտակում։ Կերակրի աղի հետ կապ չունի, բայց այո, ջլերի կապաների կպման տեղերում այս հատվածներում ես կարող եմ ցույց տալ այստեղ, հա, կուտակվում են կալցիումական աղեր, շատ վնասվում է առաջին մատը եւ զարգանում է այդ դաստակի քառակուսիացում, որը բնորոշ է։ Եթե մենք կարող ենք կոնքաստրային եւ ծնկան հոդերի ախտահարումով պացիենտների մոտավորապես ասել ինչից առաջացավ, այստեղ լավ չենք կարողանում բացատրել, որովհետեւ օրինաչափություն չկա, վերջերս հայտնվել է մի թեորիա, որ սա էլ է ճարպակալման հետ կապված, որովհետև ճարպային հյուսվածքում ադիպոցիտները, այդ բջիջները արտադրում են ինչ-որ ադիպոգեն։ Տեսնում ես նիհար։ Այո, երբեմն տեսնում ես նիհար, սա շատ գենետիկ նախատրամադրվածություն ունի։ Եվ այսպես փորձենք տեսնենք, թե ինչ տվյալներ են ստացել։ Ըստ տվյալների մոտավորապես այսպես է 41%-ը կարծում է, որ ցավերը լինելու են, 59%-ը կարծում է ոչ։ Պատրոն շատ լավատեսական էր, ավելի մոտեցումը, քան ձերը։ Տխրեցնենք, ասենք, որ վաղ թե ուշ լինելու են հիմնականում։ Լինելու են, վստահաբար լինելու են վիզուալիզացիայի վրա, հա, այսինքն վստահաբար մենք ունենալու ենք օստեոարտրիտի, արտրոզի երևույթներ 70 տարեկանում։ Պետք չի վախենալ ծերությունից, պետք է ընդհանրապես ճիշտ ապրել, ժամանակին դիմել բժշկի, ստանալ լավ խորհուրդներ, որպեսզի անգամ ծերության տարիքում դուք ապրեք լիարժեք, նորմալ կյանքով եւ չունենաք ցավեր։ Ռևմատոլոգ Վալենտինա Վարդանյանն էր իմ հյուրը այսօր, մնացեք մեզ հետ։ Շնորհակալություն։ Մեր հաղորդման հովանավորն է պտղաբերության կենտրոնը, որտեղ իրականություն է դառնում զույգերի, ինչպես նաև միայնակ կանանց զավակներ ունենալու երազանքը։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք հաղորդումը, այժմ արդեն ծնողների դպրոցն է մեր եթերում եւ ես հրավիրում եմ մեր մանկաբույժ Գայանե Հովհաննիսյանին, դիմավորենք։ Ողջույն բժշկուհի։ Ողջույն։ Իսկ զրուցելու ենք մենք այսօր այսպես կոչված Երևանյան հիվանդության մասին։ Բայց Երևանյան հիվանդություն իրականում ճիշտ անվանումը չէ։ Դա ժողովրդական անվանումն է, ինքը ունի նաև պարբերական հիվանդություն, ընտանեկան, միջերկրածովյան, տենդ անվանումները։ Դասական անվանումը հենց այդպես էլ հնչում է եւ փորձենք հասկանալ սովորաբար մենք երբ խոսում ենք պարբերական հիվանդության մասին, միշտ պատկերացնում ենք մեծահասակների։ Բայց եթե դա գենետիկ հիվանդություն է, այսինքն բոլոր այն մարդիկ, որ ունեն այդ հիվանդություն, ծնվում են այդ հիվանդությամբ։ Պարբերական հիվանդությունը 90% դեպքերում մինչև 20 տարեկան արդեն արտահայտվում է։ Կին տղամարդ հարաբերակցությունը 1:1-ին է եւ կա այսպիսի ստատիստիկա, որ 1/400-ից մինչև 1/1000 հաճախականությամբ է հանդիպում եւ մեր պոպուլյացիայի համար մոտավորապես 3-ից 5-ը գեն կրող են հանդիսանում։ Պետք է նշել, որ ինքը հանդիպում է հին ազգերի մոտ, այդ թվում մենք ենք հայերս, հրեաները, թուրքերը, քրդերը, արաբները եւ իզուր չէ իր անվանումը, որ գալիս է միջերկրածովյան երկրների հիվանդություն է ինքը համարվում եւ այդ երկրների շրջանում էլ հաճախ հանդիպում է։ Ասում են, որ նման հիվանդությունները, գենետիկ հիվանդությունները ինչու են տարածվել, որովհետեւ շատ հաճախ կա կապ, որ օրինակ նույն այս պարբերական հիվանդությամբ տառապողները ասում են շատ քիչ են հիվանդացել տուբերկուլոզով եւ կար նման կարծիք, որ իսկ ժամանակին նույն թոքախտը, այսինքն տուբերկուլոզը մահվան հիմնական պատճառներից մեկն էր եւ փաստորեն պարբերական հիվանդություն ունեցողները կարողանում էին ողջ մնալ սերունդ թողնել։ Դա իհարկե գաղափարներից մեկն է, ասել որ դա 100%-ով է տեսակետ է, բայց այնուամենայնիվ կան նման հիվանդություններ, որոշ երկրներում շատ տարածված է մանգաղաձև անեմիան, որոնք որ ասում են օրինակ նրանք մալարիայով չեն հիվանդանում։ Մեկը մյուսին այսպես փակելով գուցե եւ գնում են։ Այնուամենայնիվ մենք գիտենք, որ սա շատ վտանգավոր հիվանդություն է եւ եթե ախտորոշվում է, ապա բուժառուն պետք է ամբողջ կյանքում տեղամիջոց խմի։ Այո, կոլխիցի։ Նախ նշենք, որ ինքը աուտոբորբոքային հիվանդություն է, այսինքն պատճառը հանդիսանում է օրգանիզմում 16-րդ քրոմոսոմում գտնվող MEFV գենի դեֆեկտը, երբ որ խնդիր կա արդեն
սպիտակուցի սինթեզի հետ կապված ակտիվանում են բորբոքային process-ները եւ դրա համար ինքը կոչվում է աուտոբորբոքային, այսինքն ինքնաբորբոքային process է։ Փորձենք մեր հեռուստադիտողին պատմենք, թե ընդհանրապես ոնց են գենետիկ հիվանդությունները փոխանցվում։ Մենք եթե չեմ սխալվում, մեր դպրոցական տարիներին դա 9-րդ թե 10-րդ դասարանի կենսաբանության դասագրքի մեջ արդեն կար, բայց եւս մեկ անգամ հիշեցնենք, հա։ Մենք ունենք մամա, մենք ունենք հայրիկ, կին եւ տղամարդ, իրենց համապատասխան քրոմոսոմային կազմով պետք է ստանանք համադրություն, այսինքն կեսը այստեղից, կեսը այստեղից։ Եթե մենք ունեինք սպիտակով դիցուկ նշենք բացարձակ առողջ ծնողներ, ապա ոնց ուզում ենք համադրենք, մենք ունենալու ենք առողջ սերունդ։ Հիմա գանք տարբերակ։ Մի կողմը լրիվ առողջ է, սակայն ծնողներից մեկը հանդիսանում է գեն կրող։ Քանի որ կան այսպես ուժեղ ու թույլ գեներ, դոմինանտ եւ ռեցեսիվ, ապա պետք է ասել, որ այս հիվանդության գենը ռեցեսիվ է, այսինքն թույլ է, եւ եթե մենք ունենք մի հատ դոմինանտ ուժեղ գեն եւ ունենք ռեցեսիվ, ապա այս մարդը կլինի առողջ, բայց կլինի կրող եւ փոխանցող։ Ահա։ Հիմա եթե տարբերակ ունենք, որ երկու ծնողներն ամուսնացել են, մեկը առողջ է, մեկը կրող, ապա ինչ է ստացվելու տարբերակ մեկ էստեղից կամ 50% հավանականությամբ մենք էլի կստանանք առողջ երեխա կամ 50% հավանականությամբ կստանանք էլի կրող։ Այստեղից նույնպես էլի տարբերակ չունենք ստանալու հիվանդ երեխա։ Մյուս տարբերակը, երբ որ երկուսն էլ կրող են։ Այս պարագայում ունենք մի քանի տարբերակ։ 25% հավանականությամբ կլինի բացարձակ առողջ։ Բախտներս կբերի։ 50% հարաբերակցությամբ կլինի կրող, այստեղից կրող, այստեղից կրող։ Եվ 25% հավանականությամբ 1/4-ով կունենանք հիվանդ երեխա։ Բախտը չբերեց այս 25%-ի։ Հիմա գանք մյուս տարբերակին։ Ունենք հիվանդ եւ կրող։ Այս պարագայում արդեն 50% հավանականությամբ կունենանք կրող, 50% հավանականությամբ հիվանդ։ Եթե ամուսնանան երկու հիվանդ, պարբերական հիվանդություն ունեցող պացիենտներ, ապա բնականաբար այնտեղ կստացվի 100% հիվանդ երեխա։ Իհարկե սա դասական են, շատ պարզ, պրիմիտիվ ձևով փորձեցինք բացատրել, որովհետև շատ հաճախ ասում են, բա չկար ծնողները երկուսն էլ առողջ էին, բայց ինչպես ստացվեց, որ երեխան, որ մոտավորապես պատկերացնեք, թե ինչպես է դա իրականում։ Շատ հետաքրքիր փաստ պետք է նշել, որ ախտորոշումը դրվում է, եթե կա եւ գենետիկ քննություն եւ կա կլինիկա։ Որովհետեւ երբեմն ծնողները ինքնուրույն հանձնում են գենետիկ քննություն, ներկայանում են մանկաբույժի մոտ։ Ասում են մեր երեխան հիվանդ է։ Եվ այո, կա մեկ մուտացիա, սակայն երեխա կլինիկա չունի։ Եվ պետք է բոլորը հիշեն, որ ախտորոշումը դրվում է կլինիկա եւ մուտացիա երկու զուգակցությունների դեպքում։ Ինչ նախանշաններ կան, ինչից պետք է ծնող անհանգստանա ու կասկածի, որ երեխայի մոտ կարող է լինել այս հիվանդությունը ու դիմի բժշկի։ Դասական կլինիկական նշանները դրանք տենդն են, 1-ից մինչև 5 օր տևողությամբ, դա պլևրիտն է, պերիկարդիտն է, դա կարող է լինել օրխիտ, դա կարող է լինել ցանավորման տեսքով եւ պերիտոնիտի կլինիկական նշաններով կարող են ընթանալ, ինչպես նաեւ չմոռանանք հոդաբորբերը եւ պերիտոնիտի նշաններով պայմանավորված որովայնացավերը։ Որովայնացավ, առաջային պատի այսպես տախտականման, կա կրծքային ձև, կրծքավանդակի հատվածում ցավեր։ Այո, պլևրիտով երեխաները կրծքավանդակի ցավով։ Ցավ, նոպայանման ցավեր են նշում ժամանակաշրջանում։ Դրանք ժամանակ։ պարբերական բնույթ են կրում, որտեղից էլ գալիս է հենց անվանում, այսինքն ծնողին հուշում է դա, երբ որ ամեն անգամ, ամիսը 1-2 անգամ նմանատիպ էպիզոդներով երեխան գանգատ է նշում։ Կրծքավանդակի ցավ ջերմություն, հոդացավ ջերմություն, որովայնացավ ջերմություն։ Սակայն կան դեպքեր, երբ որ կրկնվող էպիզոդները կարող են ընթանալ նաև առանց ջերմության։ Եվ չմոռանանք նաև ցանի մասին, որ կարող է դրսևորումներից մեկը լինել ցանը, պետք է հուշել ծնողներին նաև, որ կարող է պարբերական հիվանդություն ընթանալ նաև գլխացավերի տեսքով։ Դրսևորումներից մեկը լինի երեխաների մոտ կրկնվող պարբերական գլխացավերը։ Երբ մենք ասում ենք, որ այս բուժառուները պետք է ամբողջ կյանքում տեղ խմեն, ինչ է անում դեղը արդյոք բուժում է պարբերական հիվանդությունը։ Աուտոբորբոքային process-ի արդյունքում առաջանում է նյութ, բոլորիս հայտնի ամիլոիդը, որը նստում է օրգան համակարգերում, սիրած վայրերից մեկը երիկամն է, սիրտ եւ առաջացնում է տվյալ օրգան համակարգերի անբավարարություն։ Դեղորայքը, որը որ նշանակում է եւ երեխան պետք է խմի ցմահ, կոխիցինը,
ինքը ընկճում է ամիլոիդի սինթեզը, ունի հակաբորբոքային ազդեցություն եւ վաղ հայտնաբերման դեպքում հիվանդության եւ շարունակական հսկողության պայմաններում երեխան կարող է ապրել եւ վարել առողջ ապրելակերպ, ոնց այնպես ինչպես իր հասակակիցները եւ սերունդ տալ առողջ, ինչպես իր հասակակիցները։ Տեսեք, չի բուժում, հնարավոր չի բուժել, բայց կանխարգելում է բարդությունը, այնպեսին ինչպեսին ամիլոիդոզն է, որը կարող է, այո, բերել շատ վատ ավարտի, անգամ մահվան։ Պատճառներից մեկը երիկամային անբավարարությունն է։ Երիկամները շարքից դուրս են գալիս, մարդը մահանում է, որովհետև չէր խմում դեղամիջոցը։ Իդեպ ասեմ, որ միշտ հարցնում են հղիության ժամանակ, օրինակի համար ինքը անվտանգ է հղիության ընթացքում նշանակում է եւ չեն դադարեցնում։ Երբեք չենք դադարեցնում, որովհետև այո, մենք բոլորս հիշում ենք, որ հղիության ժամանակ հնարավորինս քիչ պետք է դեղամիջոցներ օգտագործել, բայց կոլխիցինը բացառություններից մեկն է։ Եթե կինը ստանում է կոլխիցին, ապա հղիության ժամանակ չի դադարեցնում եւ 9 ամիս շարունակում է խմել իր կոլխիցինը։ Երևի այսքան այսօրվա համար հիշեցնեմ հարգելի հեռուստատողներ, որ մենք խոսում էինք պարբերական հիվանդության մասին, հիվանդություն, որը այո, մեր մեջ բավականին տարածված է, այո, այն կարելի է ճնշած պահել, այսպես ասենք, դեղամիջոցներով եւ շատ կարեւոր է, որ հենց մանկական հասակում ախտորոշվի։ Հայտնաբերումը եւ ճիշտ բուժումը։ Շնորհակալություն, հիշեցնեմ, որ Գայանե Հովհաննիսյանի հետ էինք զրուցում մանկաբույժ, մնացեք մեզ հետ։ Սունկ, որը գրեթե փոխարինում է հավի մսին, եւ չինացի գիտնականներ, որ 150 տարվա կյանք են խոստանում։ Բժշկական գյուտեր, որոնց մասին գուցե չեք լսել։ Սունկ հավի մսի փոխարեն Fusarium venenatum անունով սնկի գենոմը չինացի գիտնականները փոխել են այնպես, որ այն լիարժեք կարող է փոխարինել հավի մսին։ Նոր սերնդի այս սունկը սպիտակուցը արտադրում 88%-ով ավելի արագ, քան սովորական սունկը։ Գենետիկ փոփոխության արդյունքում սնկի բջջապատն ավելի է բարակել։ Հենց դրա շնորհիվ մարդիկ կարող են ավելի լավ ու արագ մարսել սնկում առկա սպիտակուցները։ Չինացի գիտնականները վստահեցնում են, որ իրենց գյուտն ապագայում կտա նաև մեծ օգուտ էկոլոգիային։ Ավանդական թռչնաբուծության համեմատ սունկ աճեցնելը պահանջում է 70%-ով ավելի քիչ հող, 78%-ով նվազեցնելով քաղցրահամ ջրերի աղտոտման ռիսկը։ Ապրել 100 եւ ավելի տարի արդեն հնարավոր է, վստահեցնում են դարձյալ չինացի գիտնականները։ Lonvi Biosciences ընկերության գլխավոր տեխնոլոգ Լյու Ցինխուան New York Times-ին է պատմել իրենց նոր հայտնագործության մասին։ Չինաստանի հարավի Շենչժեն նահանգում է աշխատում գիտական խումբը, որին հաջողվել է ստեղծել հակատարիքային հաբեր։ Հաբերի հիմքում պրոցիանիդինն է, ինչը բժիշկները ստացել են խաղողի կորիզների մզվածքից։ Փորձերի արդյունքում գիտնականները հաշվարկել են, որ հակատարիքային հաբերը 10 անգամ երկարացնում են մկների կյանքի տևողությունը։ Խաղողի կորիզների մզվածքը հզոր վերականգնող հատկություն ունի։ Դրա հիմքով հաբերը ընտրողաբար ոչնչացրել են մկների հին, ծերացող բջիջները, այդպիսով պահպանելով օրգանիզմի առողջությունն ու երկարակեցությունը։ Չինական Lonvi ընկերությունը հայտարարել է, որ ապագայում մարդիկ իսկապես կարող են ապրել 100-ից 150 տարի, եթե հակատարիքային հաբերը համադրեն առողջ ապրելակերպի հետ։ Շարունակում ենք հաղորդումը, խոսում ենք կարևորի մասին, կարևորն այսօր կալցիումն է, իսկ մեր հյուրը շատ ավելի կարևոր, էնդոկրինոլոգ Աննա Խաչատրյանն է, ողջույն բժշկուհի։ Ողջույն։ Եվ մենք քննարկելու ենք ոչ միայն կալցիումի կարևորությունը, որը շատ կարևոր է, մեզ շատ անհրաժեշտ է, բայց նաև դիտարկելու ենք մի այլ կողմից, փորձելու ենք հասկանալ, եթե մենք հանկարծ շատ կալցիում օգտագործենք, ինչ կլինի մեզ հետ։ Որպեսզի մենք միանգամից զրույցը բերենք ճիշտ դաշտ, ես ուզում եմ, որպեսզի մեր հանդիսատեսը հենց հիմա քվեարկի, արդյոք առանց բժշկի նշանակման ժամանակ առ ժամանակ ընդունում է կալցիումի պրեպարատներ, կալցիում պարունակող միջոցներ եւ այսպես կալցիումի կարեւորությունը։ Կալցիումի կարևորության մասին բազմիցս խոսել ենք, եւս մեկ անգամ ընդգծեմ, որ այն կարևոր միկրոէլեմենտ է եւ կարևոր է օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։ Այն մասնակցում է մի շարք հորմոնների ֆունկցիայի իրականացմանը, ֆերմենտների սինթեզին, ապահովում է մեր սրտամկանի կծկողականությունը, մահքային մկանների աշխատանքը։ Մեզ օրական անհրաժեշտ է 1000-ից 1200 միլիգրամ կալցիում։ Երևի մոտավորապես այսքան։ Բայց այդքանը ստանալ սննդակարգի միջոցով իրականում բավականին
բարդ է Որպեսզի մենք միանշանակ։ ստանանք մոտավորապես այսքան կալցիում, եւ որտեղ է մեր կալցիումը պարունակվում։ Օրգանիզմում պարունակվում է հիմնականը զետեղում է որպես դեպո ոսկրերում եւ ատամներում, ինչպես ապահովում է դրանց ամրությունը, այնպես էլ նաև որպես ռեզերվ պահում է կալցիումը, որպեսզի այն դեպքերում, երբ կա կալցիումի նվազ օգտագործում, արյան մեջ մենք դրա շոշափելի պակասը չնկատենք եւ ռեզերվից անցնի արյուն։ Տարիքի հետ հայտնի է, որ մեր ոսկորները նոսրանում են։ Մենք սկսում ենք կորցնել կալցիումը։ Այո։ Հիմա կա տարբերակ, որ ես ամբողջ կյանքում կալցիումով հարուստ սննդամթերք օգտագործեմ, ժամանակ առ ժամանակ անալիզ հանձնեմ արյան, տեսնեմ կալցիումս նորմալ է, եթե հանկարծ նորմալ չէ, ընդունեմ կալցիումի պրեպարատներ եւ իմ ոսկորները երբեք չնոսրանան։ Թե այսպես թե այնպես ինչ որ չափով նրանք միևնույն է կալցիումը լվացվելու եւ դուրս է գալու իմ օրգանիզմի միջից։ Ոսկրային մասը հավաքում ենք մինչև 30 տարեկանը։ Դրանից հետո սկսում են ցավոք սրտի կանգելինում այնուհետ սկսում է որոշակի քանակով կալցիումի կորուստ ոսկրերից մենք ինչ էլ անենք կորցնելու ենք։ Որոշ չափով կորցնելու ենք, ուղղակի խնդիրը կայանում է նրանում, որ չափազանց չկորցնենք եւ եթե կան ախտաբանական վիճակներ, պարտադիր դրանք բացահայտենք եւ կարողանանք այդ հարցերը լուծել։ Եթե դուք ուզում եք, որ ձեր ոսկորները երկար լինեն ամուր, իսկ նրանք վաղ թե ուշ թուլանալու են, վաղ թե ուշ բոլորի մոտ թուլանում են, բոլորի մոտ նոսրանում են։ Դրա համար էլ տարիքով մարդկանց մոտ կոտրվածքները շատ հաճախ են լինում, որովհետև այսպես թե այնպես մենք կալցիումը կորցնելու ենք։ Այո։ Հիմա մենք երիտասարդ ենք, մենք ուզում ենք պաշար ապահովենք, մենք ուզում ենք, որպեսզի հետո կորցնելու բան ունենանք։ Այո։ Ինչ սննդամթերք ենք օգտագործում եւ սննդամթերք օգտագործելուց բացի արդյոք մենք կարողանում ենք ամբողջ կալցիումը, որ ընդունեցինք, յուրացնենք այդ կալցիումը։ Իհարկե մենք կթվարկենք այն սննդատեսակները, որոնք պարունակում են կալցիում եւ հարուստ են դրանով, բայց շատ կարեւոր է որպեսզի նաեւ adekvat լինի մագնեզիումի եւ վիտամին D-ի քանակը արյան մեջ եւ չլինեն իհարկե ներծծման խնդիրներ, այսինքն պացիենտներ կան, որ նշում են, որ իրենք մանկուց ամեն օր մեծ քանակությամբ կալցիում պարունակող սննդատեսակներ են օգտագործում, բայց արյան քննությամբ պարզվում է այլ պատկեր չկա, որովհետեւ ուղղակի յուրացում չի լինում, արդեն պետք է բժիշկը պարզի, թե ինչն է խնդիրը, կամ կորուստ է ինտենսիվ կատարվում, մասնավորապես երիկամներով է կորուստը կատարվում եւ այդ պացիենտները եւս ռիսկի տակ են, որ կարող են ոսկրային խտություն կորցնել։ Իսկ սննդատեսակները ինչպես ներկայացված է կատնամթերքը հիմնականում կատնամթերք, ձուկ, ծիրանաչիր, այնտեղ են, կունջուտ սերմեր։ Դրանք բոլորը պարունակում են կալցիում։ Բոլորը կալցիում պարունակում են եւ դուք կարող եք օգտագործել, բայց եկեք գանք մեր հարցի պատասխանին, արդյոք մեր հանդիսատեսը առանց նշանակման կալցիումի պրեպարատներ օգտագործում է եւ ինձ արդեն հուշում են, որ 23%-ը պատասխանել է այո։ Կարելի է թե ոչ։ Իրականում կալցիումի պրեպարատի ինքնուրույն ընդունում խորհուրդ չեմ տա, որովհետև մենք խոսում ենք շատ հաճախ համ կալցիումի պակասի դրա շտկման խնդիրների մասին, բայց բաց ենք թողնում կարևորագույն խնդիրներից մեկը հիպերպարաթիրեոզը, որը կարող է բերել հիպերկալցիեմիաների, անգամ մենք կարող ենք ունենալ նորմալ կալցիումի մակարդակ արյան մեջ, բայց հարբահանագեղձերի ֆունկցիոնալ խնդիր ունենանք, կառուցվածքային խնդիրներ ունենանք եւ այդ պարագայում իհարկե կալցիումի ավելորդ ընդունումը կամ նույն վիտամին D-ի երկարաժամկետ մեծ դեղաչափերով առանց բժշկի ցուցումների ընդունումը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների։ Նույն էնդոկրինոլոգները կալցիումի մասին բան չեմ ասում, բայց վիտամին D-ն ասում էին օրական 2000 միլիգրամի չափով առանց ստուգվելու ընդունելը հանգիստ կարող եք ընդունել, որովհետև այդ քանակը բոլորի մոտ էլ այդ պակասը կա եւ 2000 միավոր վիտամին D-ն կարելի է հանգիստ ընդունել, որովհետև դա այն քանակն է, որ չի կարող բերել վնասակար ինչ-որ ազդեցություններ։ Իրականում ես էլ իմ գոլեգաներին սատարում եմ եւ ինքս էլ եմ այդպես ասում եմ, պարագայում եթե ավագ տարիքային խմբի պացիենտ է եւ մենք գիտենք, որ իրենք կորցնում են ոսկրային խտություն, ես նշեցի, որ մեծ դեղաչափերով մեծ դեղաչափերը 2000-ը 1000-ից 2000-ը համարում ենք այսպես պահպանողական միջին եւ անգամ հիպերպարաթիրեոզների դեպքում 2000 միջազգային միավոր վիտամին D-ի ընդունումը հակացուցված չէ եւ ավելին ասենք անհրաժեշտ է։ Կարող է արդյոք կալցիումի ավելցուկը բերել երիկամային քարերի առաջացման։ Իրականում
գիպերկալցեմիաները երկարաժամկետ չվերահսկվող կարող են բերել երիկամաքարային հիվանդության եւ լեղաքարային հիվանդության առաջացմանը եւ խիստ կարեւոր է ողջել ինչու է կալցիումը արյան մեջ բարձր, որովհետեւ ամեն դեպքում մեր օրգանիզմը իրականում շնորհակալ է եւ փորձում է ամեն կերպ մեզ ձերբազատել ավելորդ կալցիումից եւ սկսում է բնականաբար երկարաժամկետ, երկար պահպանվող հիպերկալցեմիաների դեպքում ուղղակի դուրս բերել կամ ինչ որտեղ պահոց դնել, դա կլինի քարերի տեսքով, կլինի անոթների պատերի կարծրացում, որը բարձրացնում է բնականաբար սիրտ անոթային ռիսկը, երկարամյա հիպերկալցեմիան կարող է բերել երիկամաքարային հիվանդության առաջացման, դրա համար պացիենտները, ովքեր ունեն կյանքի որոշ փուլից սկսած նշում են, որ առաջացել է հակում դեպի քարերը, լեղաքարային, երիկամաքարային, անպայման էնդոկրինոլոգի խորհրդատվություն անհրաժեշտ է։ Լավ, կարծում եմ, որ հանդիպած կլինեք հղիների, որոնք սիրում են կավիճ։ Կավիճ, այո, օրգանիզմը լսել է։ Ես տեսել եմ։ Իրականում լինում է եւ հղիությունը ինքը գործոն է, որի ժամանակ հղին կարիք է ունենում կալցիումի ոչ միայն իր օրգանիզմի, այլ առաջին հերթին պտղի համար եւ հատկապես հղիության երկրորդ եւ երրորդ տրիմեստրում նրանք մեծ կալցիումի պահանջ են ունենում եւ երբ դա չի բավարարվում օրինակ սննդի միջոցով կամ հավելումներ չի նշանակվում, այդ ժամանակ օրգանիզմը բարձրացնում է պահանջը հենց կալցիում պարունակող տարօրինակ բաներ են այո, այո, ոչ սննդատեսակների նկատմամբ անգամ։ Եվ ակնհայտ է, որ այդ մարդուն ընդհանրապես պետք է նշանակել կալցիումի պրեպարատ։ Կալցիումի պրեպարատ միանշանակ։ Դե ինչ հարգելի հեռուստատողներ, մենք զրուցում էինք էնդոկրինոլոգ Աննա Խաչատրյանի հետ, մենք խոսում էինք կալցիումի օգտակարության, կարևորության մասին, նշեցինք, թե որ սննդատեսակների մեջ կա, բայց այնուամենայնիվ նաև զգուշացրեցինք, որ կալցիումը առանց բժշկի նշանակման ամեն օր մեծ դոզաներով ընդունելը կարող է բերել լուրջ առողջական խնդիրների։ Այնպես որ գնացեք, քննարկեք, մի հատ անալիզը հանձնեք, հասկացեք, կարիք կա, թե ոչ, ստացեք, կարիք չկա, անիմաստ տեղը ձեր օրգանիզմը ռիսկի տակ մի դրեք եւ ամենակարևորը՝ եղեք առողջ, մնացեք մեզ հետ։ Ողջույն, ձեզ հետ գեղեցկության արվեստն է։ Այսօր խոսելու ենք ռոզացիայի բուժման ժամանակակից մեթոդների մասին։ Նախ հասկանանք ինչ է ռոզացիան։ Ռոզացիան քրոնիկական կրկնվող հիվանդություն է, որի դեպքում գերազանցապես դեմքի վրա ունենում ենք կարմրություն, լայնացած մազանոթներ, ուշացած դեպքերում կարող է նաև դրսևորվել հանգույցիկներով կամ թերախաբշտիկներով։ Որպես ռոզացիայի բուժման նորարարական մեթոդ այսօր կիրառելի է լուսային ֆոտոթերապիան։ Ինչպես է աշխատում ֆոտոթերապիան։ Լույսը գտնում է կարմիր քրոմոֆորը, այսինքն մաշկի կարմիր գույնը, եւ թիրախավորելով ազդում դրա վրա։ Արդյունքում ունենում ենք դեմքի կարմրության նվազում, լայնացած մազանոթները սեղմվում են եւ ունենում ենք բորբոքային պրոցեսի հետ զարգացում։ Արդեն 1-ից 3 միջամտությունից հետո պացիենտները նկատում են, որ մաշկը դարձել է ավելի հարթ, կարմրությունը եւ տեսանելի մազանոթային ցանցը հետ են զարգացել, ինչը կարող է դրսևորվել ռոզացիայի դեպքում, քանի որ ունենում են երկարատև եւ կայուն բորբոքում։ Ֆոտոթերապիան ունի վերականգնողական շրջան, այն լիովին անցավ է եւ կարելի է կատարել տարվա գրեթե բոլոր եղանակներին։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Ուզում եմ հիշեցնել, որ մեր հաղորդման հովանավորը պտղաբերության կենտրոնն է, որտեղ իրականություն են դառնում ցանկացած զույգի, ինչպես նաև միայնակ կանանց զավակ ունենալու երազանքները։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ մեր ամբողջ թիմը աշխատում է ձեզ համար, որ ձեզանից յուրաքանչյուրը լինի առողջ ու պահպանի այդ առողջությունը։ Եղիր առողջ, կհանդիպենք։